Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն, քերութենե ազադող դերը, լիսը անունով հարսմը հաջաղ կլխացավ գնենար, ժամանակի ընթացքին այդ ցավերը սաստկացան և ըստիված եղավ բժիշկներութումել, որոնք չգրցան ջարմը գտնել, բարս թեղահատներ անօքուդեին, օրմը այդքան աղաչեց բժիշկիմը, որ ան զորավոր թմրեցուցիչի թեղակիր մկրեց, հաջորդ ուրդ տարիներուն լիսա այդ թեղահատները արավ, որոնց քանակը երթալով գավելնար, 3 շաբաթներու ընթացքին 200 թեղահատ կգլեր, որպեսզի գարնար քորձի երթալ և դնային բարդականությունները հնել։ Շրջամը, երբ զավակ պիտի ունենար, թժվարավ ցկեց թեղերը, սակայն ծննդաբերութենեն անմիջապես հետո ըստիված վերսկսավ թմրեցուցիչները առնել, որովհետև մարմինը կբահանջեր և գլխացավը կբարդատրեր։ Շատ անգամ կխորհեր, որ պիտի խենթանար ցավի սասկութենեն, դակավին 30 տարեկաներ, բայց կյանքը անդանելի էր իրեն համար։ Արդումը, երբ գրասենյակ գնաց, դնորենը քորձեն արձակեց զինք թմրեցուցիչի մոլի գոչելով, լիսա զայրացած որոշեց թադի տալ այս հարցը, մինչ այդ ուրիշ քորձ մկտավ, քանի մի շաբաթ ետք, երբ իմացավ, որ թադը գործունեացած է, շատ նեղվեցավ և գլուխը ցերկերու մեջ արած մինչ գոլար, քովի գրասենյակեն Ռոբին անունով սևամորթ դիգիմը մոտեցավ իրեն և չանաց օգնել։ Լիսա բացատրեց իր կացությունը և ասավ. «Եթե դու իմ դեղը սլայիր, ինչ պիտի անեիր»։ «Պիտի աղոթեի», պատասխանեց Ռոբին բարձրությամբ։ Լիսա շատ զարմացավ։ Ան աղոթքի զորության չէր հավատար, ոչ ալ աղոթել գիտեր, սակայն ջարահատը լալով սկսավ Ռոբինին հետ իր եկեղեցին հաճախել, ուր Աստուծո ներկայությունը և սերը ըսկաց։ Այդպիսի մթնոլորտի մեջ չէր գտնված, բայց գիտավ, որ այս կրնար իրեն օգտակար ըլլալ։ Երբ քարոզիչը դիրոջ հանձնվելու հրավեր տվավ, Լիսա առջև գնաց և իր անդանելի գլխացավերը, թմրեցուցիչ թեղահատները ու ինքը զինք Քրիստոսի հանձնեց։ Նույն վայրկյանին աստվածային խաղաղությունը բարորեց զինք և ըսկաց, որ ան իրեն հետ է, թեև դակավին գլխացավ ուներ, բայց ուրախ էր, որ նոր բարեկամ մկտած էր, Հիսուսի հետ կրնար խոսիլ, ան զինք կհասկնար ու կրնար իրեն օգնել։ Ժամանակի ընթացքին և բժշկական խնամքով Լիսա ընդունեց, որ ինք թմրեցուցիչ թեղերու մոլի եղած էր և Աստուծո օգնությամբ գրծավ ցիրպազատիլ այդ կաշկանդիչ շղթաներեն։ Ան իր կյանքը լիովին Տիրոջ նվիրեց, անոր սրբազան խոսքով աճեցավ և եռանդուն հավատացյալ մդարձավ։ Ուստի, եթե որդին ցեզ ազատ դնե, ճշմարտապես ազատ պիտի լաք, Ավետարանս Հովանու 8-րդ գլուխ 36-րդ համար, Փառք Տիրոջ, ամեն։